Համակի անդամների հետ Բեգո գոնդի ներկայացուցիչները հանդիպման եկել են համաձայնություն ստանալու առումով, այսինքն նոր ոչամբարի կառուցման ծրագիրը դրել քննարկման։ Ես եկել եմ լսելու բոլորի նման եւ վերջում Համակի հետ միասին խոսք կխնդրեմ։ Հարցը նայում է, քանի որ երկու պոչամբար ձեր արդեն լցվել են, փոքր պոչամբարները, հարցը բարձրացվել է կառուցել երրորդ պոչամբարը 1.5 հեկտարի վրա։ Նոր պոչամբարը կառուցվելու աշխատելու շրջանառու համակարգով պոչամբարը եւ դրա համար արել են հետազոտություններ։ Հողի հետազոտություններն արել ինչ որակի թե հողը, այդ հողը բերի շերտը պետք է հանգի պահվի հետագա պոչամբարի վերականգնման համար, արել են կենդանական աշխարհի ուսումնասիրություններ, բուսական եւ այլն։ Այսինքն կարևորը նա է, որ պոչամբարից արտահոսք դեպի ջրավազանը, դեպի գետը չի լինելու։ Հիմա դուք պետք է որոշեք, ձեր գյուղն է, ձեր հողն է, դուք եք այդ աշխատում, հիմնական մասը աշխատողները դուք եք, եւ վերջապես դուք պետք է որոշեք, գյուղը պետք է ունենա ձեռնարկություն, ունենա աշխատատեղեր, թե չունենա։ Սա է իմ հարցը։ Եթե հարցեր ունեք ամիշապես պոչամբարի վերաբերյալ կամ ձեռնարկություն, խնդրում եմ հարցերը տվեք, ես պատասխանեմ։ Հարց կարելի է։ Երբ Պարոն Նիկողոսյան, այդ երկու պոչամբարները աշխատելիս շրջանառու չէր ջրամատակարարը։ Քանի տարվա մեջ լցվեց այդ երկու ջրամբարը եւ խնդրում եմ ծավալները ասեք։ Պոչամբարի տարօրինակությունը մենք կարող ենք ասել այսօր գցենք թե մոտարապես, բայց ինչքան գործի չէ, որովհետեւ ոնց որ պարոն Պողոսյանը ներկայացրեց, եթե ապագայում նախատեսում է ֆաբրիկայի հզորությունը ավելացնել, այսինքն մենք ունենանք նոր ֆաբրիկայի նախագիծը իր հզորությունով, կլինի 200,000 տոննա, 80,000-ի փոխարեն կամ 300,000 տոննա, եւ մենք կարող ենք ասենք, թե պոչամբարը ինչքան կծառայի, այսինքն կախված ֆաբրիկայի եւ հանքի հզորությունից է դա։ Մի երկու խոսք ասեմ, որ այսօր մենք քննարկում ենք պոչամբարը, այս հնչող պոչամբար, դրա ծավալը, որ դուք ասեցիք, եթե աշխատենք 2 տարվա է։ Պոչամբարը, ասեցիք, դա ընդհանրը 90,000 կուբամետրի ծավալ է երրորդը։ Ուզում համատացում պատկերացրեք։ Շրջանանի մի շաբաթվա աշխատանքը, ոչ արտադրող ծավալ, գերազանցում մեր մի տարվա։ Երրորդի 90,000 կուբամետր։ Դա եթե տոնաժի տեղափոխ է, մոտ 200,000։ Երկու անգամ ավելի է, քան երկուսը, երկուսը իրար։ Ասեցիք, որ մեկ ու երկուսը գումարային 45,000։ Այո։ Իսկ երրորդը Երրորդ հարցում 90,000 կուբամետր, դա 200,000 տոննա։ Այդ ինչքան տարածքի Երրորդն է, չէ՞ հարցում, որը Քանի հեկտար, 1.5 հեկտար։ Ստեղ ես զգուշացնեմ, խոսքը գնում է, էկոլոգի մեջ հասկացա, որ շատ սեյսմիկ շրջան է սա, 8 բալանոց, պետք է ասեմ 8 բալանոց չի դե շրջանը։ Դա նախագծում է գրված։ Դա ոչ վնաս չի տալիս։ Դա իհարկե երկրաշարժված է, դա վնաս է, բայց կատաստրոֆ վնաս, այդ ծավալը, ճիշտ ասած, եթե քոչերը թողնենք, մինչև գյուղ չի հասնի։ Իր ծավալով դիտան։ Արդյոք դուք ունեք ձեզ մոտ ներկայացվել է եւ փորձաքննության ենթարկվել այդպիսի։ Ես չեմ նայել ուրիշ փորձագետանալ, բայց բոլորն էլ անցել են փորձը եւ ֆաբրիկան եւ պոչամբարներ մենք ունենք եզրակացում, կարող եք տեղում ծավալել։ 7-ին անցել, 6-ին 7-ին։ Որտեղ ես հարցում եմ արին սա։ Չէ, եղել է, ես փաստաթղթերը ես չեմ նայել, բայց ունենք մենք անցել է փորձը։ Այդ փոշին ինչքան է կազմում տարեկան։ Վերջին հաշվով էլի պարզ չի, թե պոչամբարը վերջնական ծավալը ինչքան է եւ եւս քանի տարի այդ ֆաբրիկան կաշխատի։ 60 տնտեսություն։ Այս տարի մի հատ կարտոշկա չի ստացել։ Մի հատ կարտոշկա չի ստացել դերեդեղի բանի, այդտեղի ամեն ինչից։ Այդ ջրից է։ Եղավ հենց ջրից։ Ջրից, հենց ջրից։ Յոսոր կաննել ես ամեն ինչ ապացուցում ես, որ օրինական է, ոչ։ Օրինականը պաշտպանի աշխատի։
Մենք ուզում ենք աշխատել, որ մեր գյուղը ավելի լավ առաջանա։ Բայց այսօր դու բացում տնտեսության ջրագիծը դու քանդեցիք, անիրեցիք ու սարքիք, այսօր եկեք կանգնել ժողովրդին համոզում ես ու համոզում ես այդ տարիքի։ Չի կարելի։ Ուզում ենք աշխատի, թող աշխատի, բայց ամեն ինչը նորմալ ձևով։ Մեր գյուղի դերի բանդի խմելությունը շարքիցան էր մինչ այմա աստված կյանտա այս մարդուն, այ աստված կյանտա մեր նախագահին որ կազմա էլեկտրիկ բեկնեք ես չանատա։ Էդի հանգը չէ, բլավ եկավ քշեցանա։ Իրական պերեխոտ եկան է։ Իրական խմելու ջուր իրական պերեխոտ եկան է, ում եք հարցել։ Լսի տարո բադաստան արդեն հազերը էստեղ։ Իսկ այդ մասին ասում էր բռնել եք պոչամբար ու կանեք։ Չես խոս որ ամբողջ ծառարոզը վարյա շարքից անեք։ Ես ռազմետքին աշխատել եմ ռազմետքի ժամանակ։ Մի հատ ես փորենք պրոբետին հաջորդել գլեցնին։ Կանանք փորենք պրոբետին հաջորդ այ մարդ արերեք 18-ի Դավիթի ավեր։ Մի հատ անասուն չկրնի տա, մի հատ մարդ չկրնի տա։ Ես ինչի մասին եք խոսում դուք։ Թող աշխատի հանքը թունելերը թող աշխատի։ Ես կրկին ասեցի արտամին էր խամպին տրախտի ցանեցին։ Հիմա եկեք կարծեմ եք աշխատու պարոնը ինքը գիտեք, ասիկ տղա եք, որ ձերին տվիք գերեք չեմ միակ լվանա։ Այմա դեզա թուխմանուկն 3 կիլոմետր է, տեսիք ուժկունից է լվա մեր անասուն է տարդա։ Հերիկա խապեք մա, թող աշխատեն, աշխատեն թուզով թող գետին, բայց արի։ Մի բրնել պոչամբար ու կաներին կանմատ, ամբոչ արոդավար շարքի ծանեք, անասպած։ Հանդամ դել մերի կյոտ է նախանցյալ տարի, ես կարտոշկա եք կերում ամեն ասմուտ, մինչև խաբար եղանք ետ մասնա չուրն եկա։ Հերի հելակ, ինչ սպաս այտավ է, հերի հելակ ետ չուր կդին գետին մտնել, իրյակ գերգա չերետ մերոտոր չորացավ եղավ արել տա։ Հելավ ես պոչամբար երկու տալ էր պոչամբար լծվա, ընդրենց ետ է որ ես պոչամբար դիկարուքի։ Այ հազար անգամիցների, դա մեր շողան կատնա, մի հատ բուլդուզոր հանեք գրեք երտեղ, մեր շապմամիտ, բոց եք եղծատ կետ թողեք, բաց եկեք բարի եղեք, հայ, եկեք բարի եղեք, արեք թողեք թողը, մեր աշխատ, ոնոր երիտասակտուն թող աշխատ, ով չի ուզում, եկ հելի գորագակ կակ խապի, հայ եմ նայը, մարդկանց կաշխացուկ տարիներով պող չի դա, Environmental policy հատվածում ձեր իսկ էջում նշված փաստաթղթերին այնտեղ նշված է որ դուք աշխատում եք համաշխարհային բանկի ստանդարտներով Mega Gold կամ Global Gold աշխատում եք համաշխարհային բանկի ստանդարտներով Համաշխարհային բանկի ստանդարտները մենք գիտենք որպես իրավաբաններ որոնք են այդ IFC performance standard կոչվածները ու ստանդարտներ որոնցից մեկն է սոցիալական պատասխանատվության ինստիտուտը Այն որ մենք մտնում ենք գյուղ եւ ճանապարհից տեսնում ենք թե ինչպեսին է այդ ճանապարհի վիճակը։ Այն որ մենք տեսնում ենք որ գյուղում ինչպեսի սոցիալական ծրագրեր են իրականացվել, ճակերտաբար արդեն բարձր է դառնում որ ոչ մի ընդհանուր բան չկա համաշխարհային բանկի ստանդարտների հետ։ Եվ ի վերջո դուք նշեցիք որ որպես իրավաբան ասացիք որ ընկերությունը հուր հավիտյան պատասխանատվություն է եղել։ Որպես իրավաբան եմ շեշտում, որովհետև դուք շատ լավ գիտեք, որ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն պոչամբարները համարվում են պետության սեփականություն, տեխնացին հանքավայր անվան տակ, եւ ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում դրա համար, համենայն դեպս երբ որ աշխատանքները ավարտվում են դրանից հետո։ Դա իմը պետության սեփականությունն է, պետությունը պետք է այդ ամբողջ կեղտը վերցնի եւ տեխնացին հանքավայր անվան տակ անընդհատ ծախսեր կատարի դրա անվտանգությունն ապահովելու համար։ Այնպես որ այստեղ իրավական տեսանկյունից եւս թույլ տվեք ձեզ չհամաձայնել ու նաեւ մի բան էլ մենք ունենք ապահովագրության ինստիտուտ։ Դուք ասացիք որ էլի պատասխանատվություն է կրում ընկերությունը, եթե չկան օրենքով սահմանված մեխանիզմներ, ընկերությունը իր բարի կամքով պատասխանատվություն երբեք չի կրի որևէ ծախսակար համար։ Այո, մտնում եք գյուղ, ճանապարհները վատն են։ Գյուղում ճանապարհ չկա։ Գյուղում չկա գազ, գյուղում չկա տաք խոսող ջուր, գյուղում չկա շատ ուրիշ բաներ, որ կա եւ համարվում է որ պետք է լինի շատ ուրիշ տեղերում։ 90-ական թվականներից գյուղում շատ քիչ բան աղ։ Բայց ընկերությունը կամ որևէ արտադրություն գյուղերում դա չի լինելու
Գյուղերը բանավան չեն լինելու, իրանք չեն կառուցվել բանավան որպես։ Որևէ մի կազմակերպության վրա դնել ամբողջ սոցիալական պատասխանատվությունը, հատկապես ճանապարհների կառուցումը, դա անհնար է։ Մենք չենք կարողանալու այդ ճանապարհը կառուցել։ Սխալ է մտածելը, որ կազմակերպությունները պետք է գան եւ գյուղերը պահեն։ Դες չի։ Եվ չի կարելի։ Կա համայնք, կա վերջապես տեղական ինքնակառավարում։ Կան գյուղատնտեսություն կա, չէ՞։ Մենք ոչ չենք զբաղվել գյուղատնտեսությամբ։ Մենք կարող ենք օգնել։ Ռոռոկման համակարգ կար գյուղում, որը հիմա չկա, պետք է վերանորոգվի, մենք կարող ենք օգնել։ Ջրագիծը, որ լիներ 2007-2008 թվականին մենք որ ջրագիծը համաշխարհային բանկը օգնեց, մենք վճարեցինք համայնքի փոխարեն 20%-ը, առանձին երրորդ ջրագիծը ունեցան, 2 հատ վերանորոգել կամ կառուցել ենք։ Հիմա ամեն ինչ կարողանալու ենք անել, կամ պետք է անենք, պատասխանը ոչ։ Անելու ենք ինչքան որ հնարավոր է, իհարկե այո։ Այս երկիրը եւ տնտեսությունը հանքարդյունաբերություն պետք է լինի, այսպես թե այնպես։ Հնարավոր չի այն արգելել, կանգնացնել, բոլորս գիտենք, ինչքան էլ որ կան, ասենց ասեմ, բնապահպանական նորմեր խախտող ընկերություններ, ես բոլորի փոխարեն իհարկե չեմ կարող, կան։ Կան դիտավորյալ, կան ոչ դիտավորյալ, կան չհասկանալով, բայց հասկանալով կա, ծախսեր կրճատելով կա, ձեր ասածի հետ մենք բոլորս ենք համաձայն, համայնքն է, եթե բացառվի բաց հանքը, ինչի, Հայաստանը լեռնային երկիր է, բոլոր լեռներում կան հանածոներ, այդ լեռները պետք է վերացնենք մենք, հնարավոր չի, մենք Հայաստան ենք, որտեղ ունենք լեռներ, մեր բնությունը, մեր կլիման, մեր աճացրած բերք ու բարիքը, մեր սևանը լեռների արդյունք է։ Եթե այդ լեռները ինչի եք ծիծաղ։ Բոլոր լեռների ծախ չկա, կա, շատ, հիմա այս լեռը դուք անցան, գալու է հանքավանը, հետևում։ Դուք ոնց եք պատկերացնում հանքավանը ավիրելը։ Դուք նորմալ եք համարում թեղուտը ավիրելը, հա նորմալ եք համարում լավարը դնել հանքի տակ։ Մենք իսկապես Պոչամբարի խնդիրն ենք քննարկում, կարող է ծավալվենք համայնքից լիքը հարցեր կլինի։ Եթե ուզում եք տարածական ֆիզիկական պատկերացրեք, մենք հիմա ասենք թե կառուցենք այս մեկը, որը հիմա տեղը ցույց կտա, եւ դա բավականացնել ասենք 3-4 տարի։ Պատկերացրեք 3 հատ դրանից առաջիկա 10 տարվա համար։ Եվ այո, դա կզբաղացնի ասենք 4.5 հեկտար։ Ներողություն պարոն Պողոսյան, բայց 1.5 հեկտարը լինելու է որպես այդպեսին Պոչամբար, բայց հատկացումը 7 հեկտար է լինելու, այդպես չի։ Այսինքն այդ ամենը պետք է բազմապատկել որոշակի այն թվով, որը հատկացում է։ Ասեմ, անվտանգ բնապահպանության գոտու, նույն ինչի մասին խոսում ենք, անվտանգության գոտու եւ կոմունիկացիաների եւ տրենաժային գոտու։ Այսինքն եթե հաշվենք 0.03%-ը իրականում այդպես չի։ Շատ ավելի մեծ է։ Պոչամբարը դա է զբաղացնելու այդ։ Չէ, բայց այդ տարածքը այլևս արոտավայր չի համարվել, ես եմ պատկերացնում։ Ես խորհուրդ, ասենք, բնականաբար, քանի որ դա լինելու անվտանգության գոտի, այդտեղ ստերեոտիպ արոտավայր չպետք է լինի։ Բայց Այսինքն 1.5 անգամ 5։ Դեր հաշվարկները պետք է բազմապատկել ինչ-որ թվով։ 4 տարի հետո որ նորից Պոչամբար Դուք համաձայն եք, որ գյուղը տեղափոխվի։ Ձեր քնոթողը են, ձեր գերեզմանները այստեղի են, թե։ Այ ինչ անեք, լավ։ Որ պետք է թույլ դենա տեղափոխ։ Թույլ եք սենքում։ Մեր պապեն է ստե ապրել։ Բայց հիմա դուք իրավունք ունեք ձեր խոսքը ասելու, կողմ եք, որ նոր Պոչամբար լինի, թե չէ։ Ոչ մեկ էլ կարող է ամբողջ 7%-ը բնակչության համաձայն։ Բայց դրանով չի նշանակում։ Դուք պետքա ձեր պահանջները դնեք, հիմա ձեր համար է այս լսումները։ Ես կան ժամանակին չին արել։ Բոլոր նախագիծ կազմեն ու մտցնեն մեր պահանջները։ Այո, պահանջեք, որ ձեր խոսքը հաշվի առնվի։ Ձեր համար է այս լսումները։ Իտալիա ասում է, չէ, 2000 գնացեք մի հատ ճանապարհը, այդ
հողամասը լցնելու փոխարեն թող ճանապարհը լցնել հարտացնել։ Ոսկու վրա եք չէ նստած։ Թող հարտացնել, չէ՞ որ քանի տարի ինքն էլ աշխատում, գնում գալիս է ճանապարհ։ Թող ինքը լցնել է, չբերել լցնել ցածը։ Լցնել ճանապարհը հարտացնել ինքն էլ է գնում գալիս ճանապարհը։ Թող հարտացնել ճանապարհը։ Չէ՞ որ այս հարստությունը ձերն է, ձեզանից գալիս տանում են այս հարստությունը։ Քանի տարի գալիս է։ Այդ ճանապարհը վիճակ եկել է քիչ վիճակը ճանապարհը։ Ես հիմա ուրիշ բան եմ ասում։ Դուք ասեցիք 300 բան գյուղապետը 350 տնային տնտեսություն է այստեղ, որից 60-ը աշխատում են ձեր հանքարդյունաբերության մեջ։ Եթե դուք ինչպես կամ մի քիչ ավել, որոնք վերջին ժամանակներս վճար չեն ստանում եւ պարտքեր են կուտակված։ Ես ուզում եմ ասել, նախ այս պարտքերը դեռ չեն վճարվում, դա մի կողմից, եւ մնացած գյուղի մոտ 300 տնտեսությունների իրավունքները պաշտպանված չեն, սոցիալական իրավունքները, նաեւ գյուղի համայնքի իրավունքները պաշտպանված չեն։ Երբ որ դուք մինչև հիմա այսքան տարի աշխատում եք, բայց ոչ մի սոց պարտավորություն չեք կրում։ Եվ ճանապարհը, եւ ջրի աղտոտումն է, եւ ոչամբարի անվտանգությունը ապահոված չի։ Այսինքն, այս տարիների ընթացքում գյուղը կարող է շատ մեծ վնասներ կրի, եւ եթե դուք բառացի ուզում եք ասեք ծնունդ չկա, մենք համեմատական կարգով կարող ենք ասել, նախկինում այս տարիների ընթացքում ինչքան ծնունդ ա եղել, հիմա ինչքան է, ինչքան մահվան դեպքեր են, հիմա ինչքան են, եւ հետագայում ինչքան կարող են ավելանալ։ Եթե 60 տարվա ընթացքում այս գյուղի շրջակայքը կարող է պոչամբարի հանքի տակ լինի, ապա այս գյուղի արկայությունը այստեղ ես կասկածի տակ եմ դնում։ Եվ բնակիչների առողջության, սոցիալական, բոլորը չեն կարող հանքում աշխատել։ Կան ընտանիքներ, որոնք մեծ տարիք ունեն, ծերեր են, նրանք ոնց պիտի ապրեն, երեխաները ինչ պայմաններում պիտի սովորեն, ապրեն, նրանց առողջական վիճակը, այդ բոլորը չեք կարող դուք ապահովել։ Իսկ բնական իրանց գյուղատնտեսության հողօգտագործման, անասնապահության միջոցով իրենք հարյուրավոր տարիներ ապրում են եւ կարող են շարունակել ապրել։ Այստեղ պետք է հարաբերակցության մեջ նայել։ Ես չեմ գտնում, որ իհարկե հանքարդյունաբերությունը հիմնովին պետք է վերանա, ոչ, բայց պիտի լինի այն չափով, որը անվտանգությունը ապահովի գյուղի բնականոն աշխատանքի գոյատևման համար եւ զարգացման համար։ Ոչ թե միայն մենք այս երկիրը տեսնում ենք հանքարդյունաբերության զարգացման մեջ, այլ համաչափորեն գյուղատնտեսության զարգացում, անասնապահության զարգացում եւ փառք Աստծո, այս մեր բնակիչների ուղեղները դեռ այնքան չի չորացել, որ միայն աշխատի հանքի վրա։ Նրանք կարող են ուրիշ երկեր գտնել իրենց գյուղը զարգացնելու։ Եվ ես խնդրում եմ բոլորիդ, միայն մի մտածեք հանքի ուղղությամբ, հանքում աշխատելու պոչամբարի անվտանգության, եւ եթե դուք այսօր լսեցիք, 60 տարվա ընթացքում գյուղի տերիտորիան եւ իր հողատարածքները չեն բավարարի եւ հանքի եւ պոչամբարի եւ արդյունաբերության համար, հանքարդյունաբերության համար։ Եվ ջրի, միայն ջրի անվտանգությունը արդեն բավարար է, որ դուք մտածեք այդ ուղղությամբ եւ առողջական վիճակը։ Այդ բոլորը միասին պետք է համատեղ պետք է նայել եւ ոչ թե միայն հիմա պոչամբար թույլտվության, հետագայում հանքի թույլտվության, հետագայում եթե պոչամբարը թույլ են տվել, ապա հանքներ պիտի ընդարձակվի։ Եկեք այդ բոլորը միասին նայել եւ ամբողջական նայել, եւ սոցիալական, եւ գյուղատնտեսական, եւ բոլոր տնտեսության զարգացման վրա։ Ներեցոր կընտադեն։ Մեր գյուղը ունեցել 4 հատ ջրաղաç։ Բոլորն էլ գիտեն։ 4 քարա, 4 ջրաղաç, քանի ջրաղաç, ջրով աշխատելը։ Հիմա ելեք այդան տեսնեմ, մեկ կետր ջուր կա։ Այնքան տրակտուտին ցնցմավ, ցնցած ջրը։ Հետո 2 տարի հետո էլ չի եղնի։ 4 հատ ջրաղաç աշխատեցի։ Հիմա ելեք տեսեք, կետր ջրաղաç։ Ես շինարան եմ։ Մենք երբ որ ստեղից համալիրին ջուր էինք տանում, կարես սարկում էինք համալիր, մեծ համալիր, վերևը աղբուր ունեինք որ շատ մեծ։ Մեր պրարաբներից հետ ես տրեսի կառավարիչի հետ բարձրացանք մինչև աղբրի մոտը, մեր պրարաբներից մեկը տրակտորը դրեք քանդում էր ագունքը։ 17 լիտր ջուր էր այնտեղ գնում։ Երբ հասանք տեղում տրակտորը քանդելուց հետո մնաց 7 լիտր։ Ջուրը խրվավը գնաց։ Նույնն էլ հիմա դարը։ Խոսք գնաց
գյուղի սոցիալական հարցերի խնդիրների մասին։ Ես բացարձակ ասեմ հետևյալը։ Իրոք որ գյուղում չունեք ոչ մի պայման, երկրաշարժից հետո այդ տարածքները, կարելի ասել, դեռ ամբողջովին քայքայվեց, վթարային ճանաչվեց, շինությունները, մի խոսքով ճանապարհները մնաց անհետևանք մինչև օրս։ Մեկո գոլդեն շահագործման մեզ մոտ արդեն 15 տարի։ 15 տարվա ընթացքում ոչինչ չեն արել համայնքի համար։ Եթե խոստումները, խնդրում եմ ճիշտ հասկացաք, եթե խոստումները իրականություն դառնան, ուրեմն նշանակում է մենք ինչ որտեղ ոչ մի տարաձայնություններ, ոչ մի դժգոհություն երևակայի չի լինի։ Ես չեմ ուզում այսօրվա վիճակով ես հանդես կամ այն պայմանով, որ փակեք ինչի համար, որտեղ 60 մարդ աշխատում են դեռ։ Դրա հետ միասին պիտի 100 մարդ էլ ավելանեն։ Որոշման մասին դուք կիմանաք, այսինքն մի ամիս հետո։ Պարոն գյուղապետ, նախորդ լսումների ժամանակ դուք ասացիք մինչև առաջին պոչամբարը չռեկուլտիվացվի, նորը չեք բացելու։ Հիմա պահանջ դնում եք, թե չեք դնում։ Մասնագիտորեն իրենք պատասխանեցին հետևյալը, քանի որ պոչամբարում կան եւս ոսկի, առաջ մենք չենք կարող ռեկուլտիվացիա ենթարկենք։ Բայց դրա ժամկետ կա, թե դրա ժամկետը լեպա, ես չեմ կարող ասել, որտեղ արդեն նախագծի պետք է ծանոթանանք, դա էլ բնակապահպանության խնդիրը, իրենք պետք է որոշեն այդ ամեն ինչը։ Իմ կարծիքը ես տեսնում եմ ժողովրդի մեջ։ Ժողովուրդը ոնց որոշեց, ես իմ կարծիքը կարող եմ լրջում ասել։ Առաջին հերթին ժողովրդի համաձայնությունը, եթե ժողովուրդը համաձայնվեց, իհարկե պայմանների մասին արդեն պոչամբարի կառուցման նրա վնասակար հետևանքների հետ կապված խոսակցություն գնաց, փորձագետները իրենց խոսքերը ասեցին, մենք մասնագետ չենք, բայց ամեն դեպքում տեսնելով իրավիճակը, ես իմ տեսակետը ասեմ հետևյալը։ Ժողովուրդը կորոշի ամեն ինչը